Հունիսի 26-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում։ Փաշինյանը վերահաստատել է այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ արդեն այս արդյունքի համադրումով հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ արձանագրել է 5.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Գերմանիան 26 միլիոն եվրոյի վարկ եւ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին։ Գումարը տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում փուլ 4 ծրագրի եւ խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար։ Սուբվենցիոն 18 ծրագրի համար կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 2 միլիարդ 124 միլիոն դրամ։ Հատկացվող գումարով համաֆինանսավորվում է 14 համայնքի ծրագիր։ 2025-ին արդեն պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գումարային հաշվով տրամադրվել է 7.6 միլիարդ դրամ։ 6 ամսով կարգելվի Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը չինացի առաջնորդների շրջանում վերականգնել է ռուսական բնական գազը Չինաստան տեղափոխող խողովակաշարի նկատմամբ հետաքրքրությունը, ինչը հնարավոր է խթան կհաղորդի տարիներ շարունակ փակուղու մեջ հայտնված Սիբիրի ուժը 2 նախագծին։ Սիբիրի ուժը 2 գազատարի նախագիծը տատանվում է գնագոյացման եւ սեփականության պայմանների շուրջ տարաձայնությունների միջև, ինչպես նաեւ չինական կողմը մտահոգություններ ունի, որ գազատարի գործարկման դեպքում չափազանց կախված կլինի ռուսական էներգակիրներից։ Սաուդյան Արաբիայում նավթի արտադրությունը ապրիլին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%, իսկ արտահանումը 7.2%։ Արտահանման մատակարարումների ծավալը կազմել է օրական 6.166 միլիոն բարել։ Բուսական յուղերի հիմնական տեսակների համաշխարհային ներմուծումը 2025-26 թվականներին առաջին անգամ կգերազանցի 82 միլիոն տոննան։ Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտությունները։ Հնդկաստանը կպահպանի բուսական յուղերի խոշորագույն ներմուծողի իր դիրքը եւ 2025-26-ին կանխատեսվում է, որ գնումները կավելանան 0.7 միլիոն տոննայով, հասնելով 16.66 միլիոն տոննայի։ UEFA-ն 2025-26 մրցաշրջանում ակնկալում է գրեթե 4.5 միլիարդ եվրո եկամուտ։ UEFA-ն այս գումարից ֆինանսավորում է նաև մրցաշարերի կազմակերպումը եւ ուղեկցող այլ ծախսեր։ Այս գումարից միայն 618 միլիոն եվրոն կմնա UEFA-ի բյուջեում։ Հիշեցնենք, որ 2024-25 թվականների Չեմպիոնների լիգայի հաղթողը ֆրանսիական Paris Saint-Germain-ը մրցաշարի հաղթանակի համար ընդհանուր առմամբ վաստակել է ավելի քան 100 միլիոն եվրո։ Հայաստանի էլեկտրական ցանցեր, Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների զարգացումն ու հետագա ընթացքը էկոնոմիկայի նախարարը բերում է տնտեսական դաշտ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքը խոչընդոտում է Հայաստանում բիզնես գործունեությանը։ Պապոյանը փաստում է, գործարարներն են ահազանգել իրեն։ Էլեկտրականության խափանումների հետևանքով տուժում են թանկարժեք նորագույն սարքավորումները, իսկ արտադրող երկրները ի պատասխան ոչինչ չեն առաջարկում։ Հեծնել իր հակադարձումներն ունի, ասում են, համակարգն է մաշված, միլիոնավոր դոլարների ներդրումների եւ ժամանակի անհրաժեշտություն կա։ Ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետեւ երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետեւ այդ սարքը որ ճապոնացիներ կամ գերմանացիներ սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Արդյոք այս կերպ պետությունը փորձում է մասնավոր բիզնեսին տիրանալ։ Միանշանակ եւ հստակ ոչ
եւ ոչ, որովհետեւ դուք տեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Էլեկտրաէներգիայից պակաս կարևոր չէ Հայաստանից արտահանման հարցը։ Վերջին շրջանում խաթարվել է հայկական բեռնատարների անխոչնդոտ մուտքը Վրաստան։ Պաշտոնական մակարդակով բանակցությունները միտված էին այս թեմայով դրական տեղաշարժ ապահովելուն։ Այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին։ Իսկ այդ հերթերը ըստ Պապոյանի օբյեկտիվ են եւ հասկանալի, քանի որ վերին Լարսով անցնում են ոչ միայն հայկական, այլև այլ երկրներին պատկանող բեռնատարներ, իսկ մեր Ծիրանը որպես արագ փչացող միրգ առաջնահերթություն ունի կիլոմետրեր ու օրեր ձգվող այդ հերթում։ Կառավարությունն իր հունիսի 26-ի նիստում որոշել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատել է ներմուծման լիցենզավորման ընթացակարգը եւ հիմնական լիցենզիայի ձևը։ Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու եւ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող եւ ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։